Սկսեցինք բեմադրել Հովհաննես Թումանյանի հեքիաթները, դրանք եղան մեր կուրսային աշխատանքները, հետագայում դարձան մեր դիպլոմային ավարտական աշխատանքը, նույնպես դարձավ Թումանյանի հեքիաթներից կազմված։ Ինչն էր հետաքրքրում մեզ Թումանյանի հեքիաթներում, այն որ այս հեքիաթներում կան շատ պարզ մարդկային հարաբերություններ, իրենց բարդության եւ պարզության մեջ, մարդկային պարզ հարաբերություններ։ Բոլոր հեքիաթների մեջ կարծես կա ինչ-որ գերբնական, անբնական պահեր, բայց ահա այստեղ մարդկային պարզ հարաբերությունների միջոցով ստեղծում են հեքիաթներ, որոնք իմաստուն են իրենց խորքում, իրենց հիմքով, իրենց մարդկայնությամբ։ Եվ սա դարձավ մեզ համար մեծ ճանապարհ, հաղորդվելով Թումանյանի պարզ հեքիաթների խոր փիլիսոփայությանը, մենք կամաց-կամաց սկսեցինք քայլել նրա ուղիով, արահետներով։ Ինչ ես կարծում այդ մասին, Աշոտ? Իրոք մենք, եթե ազգային մենք կամաց-կամաց սկսեցինք քայլել նրա ուղիով, արահետներով։ Ինչ ես կարծում այդ մասին, Աշոտ? Իրոք Ահա 100-րդ ներկայացումը ստեղծման 5 տարիների մեջ մի յուրօրինակ հաշվետվություն, որն առաջին հերթին ինքնահաստատման վավերագիրն եղավ եւ ապա այն բարի երթի մաղթանքի հաստատումը, որն սկզբում մի փոքր վերապահությամբ էր ասվում։ Սովետական միության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հենրիկ Մալյանի բազում հաջողությունների մեջ թերևս սա շատ հիշվողներից է։ Ինչու է հատկապես հարազատ։ Թատրոնը ստեղծվեց փաստորեն մի կուրսի ուժերով։ Հեքիաթների բեմականացման գաղափարն էլ դեռ ինստիտուտում կար։ Դա կոլեկտիվ մտահղացում էր։ Ինստիտուտում ներկայացումները հաջողանցան։ Ավարտական տարում կուրսը չուզեց բաժանվել հեքիաթներից։ Չուզեցին նաև իրարից բաժանվել։ Ահա եւ կինոդերասանի թատրոն ստուդիայի մտահղացման ակունքը։ Նրանց այդ համագործակցությունը վեր է ամեն մի պատկերացումից, ամեն ինչ իրենց ձեռքով է արվում։ Բեմի բանվորությունից մինչև ինքնուրույն ներկայացումներ բեմադրելը։ Կուրսի հաշվետվությունը կայացավ կինոտան դահլիճում։ Հայկական մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական բաժնի 13 շրջանավարտներ 2.5 ժամ պահեցին դահլիճը։ Պահեցին ժողովրդական խրատական հեքիաթներով, Վիլյամ Սարյանի պատմվածքներով, եւ դերասան էին, եւ ռեժիսոր, եւ բեմի վարպետ, եւ նկարիչ ու երաժշտական ձևավորող, ավելին, ամեն մեկը մի քանի դեր էր տանում։ Հաջողության գրավականը հանդիսատեսի հրճվանքն էր, այդ խմբի մասին դրանից հետո եղող խոսակցությունը, կոմունիստ լրագրի արձագանքը, ինչ գիտեք, որ սա թատրոն չէ։ Այդ խոստումն